Բարի երեկո, եթերում բարձրաձայն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Վերջապես Հայաստանում ավարտվեց դաշինքաշինությունը, վերջապես հայտնի եղան այն կուսակցությունները եւ այն դաշինքները, ովքեր հայտ են ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Միայն վերջին օրը, օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը, կուսակցությունները եւ դաշինքները ներկայացրեցին իրենց համամասնական ցանկերը կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մի քանի օրից արդեն կմեկնարկի քարոզարշավը։ Եզակի դեպք էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ծանրաբեռնված աշխատեց միայն վերջին օրը, ստանալով մասնակից բոլոր համամասնական ցանկերը։ Ինչու այդքան ուշացավ վերջնահանգումը։ Ինչու վերջին օրը միայն քաղաքական կազմակերպությունները ամբողջացրեցին իրենց ցանկերը։ Ինչ դրոշներով, կարգախոսներով եւ օրակարգերով են մրցապայքարի մտնում կուսակցություններն ու դաշինքները։ Հարց, որն այսօր բարձրաձայնի մեր տաղավարում է։ Ներկայացնեմ իմ հյուրերին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյան, միաժամանակ Ելք դաշինքի կողմից առաջադրված եւ համամասնական ցանկով եւ ռեյտինգային ցուցակով։ Արթուր Եղազարյան, Դաշնակցության Հայաստան լիազոր մարմնի անդամ եւ Դաշնակցության եւ համամասնական եւ ռեյտինգային ցանկով առաջադրված եւ Վլադիմիր Կարապետյան, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, Հայ ազգային կոնգրես ՀԺԳ դաշինքի կողմից երկու անվանակարգերում էլ համամասնական եւ ռեյտինգային առաջադրված տեխնացու։ Դարձ հաջողություն եմ մաղթում առաջիկա խորհրդարանական ընտրություններում, փաստորեն առաջին անգամ որ բարձրաձայնի տաղավարում արդեն իբրև տեխնատուներ եք մասնակցում, բայց թեև քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել։ Պարոն Միրզոյան, ձերը թերևս առաջին էր, որ հայտարարվեց որպես դաշինք, շատ առաջ ասեցիք եւ սպասեցիք, թե մյուս դաշինքները ինչպես են ձևավորում։ Ինչու այսքան առաջին անգամ էր, որ դաշինքները ձևավորում էին, փլվում են, մեկը դուրս էր գալիս, նեղադրում էր մյուսներին։ Ինչն էր գաղափարական հենքի վրա չէին ձևավորվել այդ դաշինքները, թե համամասնական ցանկերը այդքան խնդրառույց էին նրանց համար։ Իհարկե գաղափարական հենքի վրա չէին ձևավոր, պրոցեսները այդպես էին գնում, որ դաշինքները հիմնականում եւ քաղաքական գործընթացները ինքնին գաղափարական առանցքների շուրջ չէին ընթանում, այլ տարբեր անհատների իրար միանալ չմիանալու, տարբեր բլոկերի պարակտվելու եւ վերադասավորվելու կոնտեքստի մեջ էր ամեն ինչ, այնինչ մեր պարագայում շատ ավելի հստակ էր ամեն ինչ, մենք եթե հիշում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունի սկզբանե իր համար ուղի էր նախանշել միայնակ մասնակցելու ընտրություններին, սակայն թիմ ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ այնուամենայնիվ անհրաժեշտություն կա մեր համար համադրել ուժերը այլ գաղափարակից կուսակցությունների հետ, ինչը եւ շատ արագ հասկացանք եւ ձեռնամուխ եղանք այդ process-ից եւ շատ սահուն իրականացրեցինք, ինչպես նշեցիք, մենք առաջինը հայտարարեցինք։ Պարոն Միրզոյան, մի քիչ զարմանալի է, թիմ ընտրությունները պատճառ դարձան, որ եզրահանգեք, որ դաշինքով պետք է գնաք, որովհետեւ զգացիք, որ քվեները չեն բավականացնում, որովհետեւ երբ որ ասում եք գաղափարական ընդհանրություններով, բոլորս հիշում ենք թիմ ընտրություններին, ասենք Լուսավոր Հայաստանի եւ քաղաքացիական պայմանագրի միջև ինչ լոկալ պատերազմներ եղան։ Շատ լավ հիշում ենք, դա այնքան էլ վաղանցյալում չէր, բայց դրանք նախ պատերազմ չէին, եթե այդպես պատկերավոր ասենք, լոկալ բախումներ, եւ դրանցից որևէ մեկը, ես կարծում եմ օրինակ որևէ մեկը չի կարող բերել, որ այդ տարաձայնություններից գետ ինչ որ մի ասպեկտ կամ մի որևէ դրվագ եղել է հատկապես գաղափարական անհամաձայնության շուրջ, ոչ բոլոր խոսակցությունները եղել են առանձին մարտավարական հարցերի շուրջ տարբեր դիտանկյուններից նայելու մասին։ Ինչը արդյունքում եւ հարթվել է։ Պարոն Կարապետյան, ամբողջ նախապատրաստական շրջանում բոլորիս մոտ, առնվազն քաղաքականության զբաղվողների մոտ կար կարծրատիպ կամ վստահ էին, որ Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է ընտրություններին եւ տպավորություն էր, որ դա դաշինք չի լինելու։ Բայց վերջի պահին նույնիսկ առանց հայտարարելու աչքովս, օրինակ ինձ համար անձնապես անակնկալ էր եւ աչքովս ընկավ արդեն ցուցանակ Հայ ազգային կոնգրես ՀԺԿ դաշինք։ Թեև մինչ այդ մամուլում շատ շրջանառվում էր Ստեփան Դեմիրճյանը այս դաշինքում է լինելու, այն դաշինքում բանակցություններ նրա հետ տարբեր կողմերից։ Ինչու այդ տրանսֆորմացիան եւ ինչու հանրության համար շատ ստվերային մնաց, որ որոշեցիք դաշինքով։ Ստեփան Դեմիրճյանի պահանջներ, թե դուք որոշեցիք, որ
ավելի լավ է ՀԺԿ անունը նաև ցուցանակի վրա լինի։ Փոքր զարմացած եմ, որ ձեր նման ոնց փորձառու մեկնաբանը ոնց անակնկալի է եկել, որ մենք ՀԺԿ-ի հետ դաշինքով են գնում կամ հանրության համար նույնպես կարծում եմ որևէ մեկի համար զարմանալի չէր այն, որ մենք շարունակելու ենք համագործակցությունը մեր հավատարիմ ինչպես ՀԺԿ-ն, այդպես էլ մենք ենք հավատարիմ ՀԺԿ-ին գործընկերոջ հետ եւ այդ համագործակցությունը սկսվել է 2008-ից ի վեր որևէ խոչընդոտ չկար այն բանի, որ մենք միասին գնայինք ընտրությունների եւ այդ համագործակցությունը, պատմությունը, հարաբերությունների հանգեցրեց նրան, որ մենք կազմեցինք դաշինք եւ դաշինքով ենք մասնակցելու կոնգրես ՀԺԿ դաշինքով ենք մասնակցելու ընտրություններին։ Կասկած չկա, որ Ստեփան Դեմիրճյանը եւ դուք ամուր գործընկերներ եք, ի վերջո նա մասնակցել էր ձեր վերջին համագումարին, դուք եք մասնակցում, բայց Ստեփան Դեմիրճյանի անունը մի քանի շաբաթ շրջանառվում էր տարբեր դաշինքների, տարբեր ցանկերի հետ բանակցությունների շրջագծում։ Այստեղ մի տեղ էլ կա ազատ, ես ուրախ կլինեի, որ ՀԺԿ-ի ներկայացուցիչը լիներ եւ ավելի ասենց մանրամասն պատմեր այն զրույցների, հանդիպումների մասին, որ իրենց կուսակցությունը ունեցել է, ես կարող եմ մի բան ասել, որ մեզ հավաստիացրել են, որ համագործակցությանը մեզ հետ ոչ մի բան չի, ասենց վնասում, վտանգում եւ այդ համագործակցությունը շարունակվելու է նաեւ ընտրություններին ընդառաջ։ Իրոք այստեղ 4-րդ մասնակցի տեղը կար, մեր այսօրվա հաղորդումը նկարանել ենք հենց ընտրությունների հայտերը ներկայացնելու վերջին օրը, շատ կցանկանայի, որ Օսկանյան, Օհանյան, Ռաֆի դաշինքից ներկա լինեն, բայց կուսակցությունից դաշինքից պատասխանեցին, որ ցուցակների կազմման վրա են աշխատում եւ չեն կարող մասնակցել։ Հիմա դառնալով դաշնակցությանը, այս բոլոր ձևաչափերով քննարկումներում կարծեք մի պաստվերում էր դաշնակցությունը, որևէ քննարկում չկար։ Ձեզ դաշինք կազմելու առաջարկներ չէին եղել, կամ ի սկզբանե էր որոշված, որ որևէ դաշինքով չեք գնալու եւ այդպես, ինչպես նախորդ ընտրությունների։ Իհարկե հիմա ես չեմ կարող հույդա գերագույն մարմնի անունից ասել, թե ինչ բանակցություններ եղել են, թե չեն եղել, բայց ասեմ, որ մենք հստակ ծրագիր ունենք, հստակ մեր նպատակը գիտենք եւ դաշինք ձևավորելու մենք անհրաժեշտություն չենք գտնում։ Մենք կարող եմ հիմնականում նշել, որ դաշնակցության ցուցակները կազմելուց մոտավորապես գրեթե 30%-ի չափ կազմված է անկուսակցականներից։ Համայ 45 հոգին ցանկերում անկուսակցականներ են։ Սա մենք նկատենք ունեցել այն մարդկանց, որոնք օգտակարություն կարող են բերել եւ ընտրություններին եւ նաեւ խորհրդարանական աշխատանքներին։ Լավ, այդ դաշինքներից կոնգրեսը ասում է, որ Ստեփան Դեմիրճյանը 2008-ից մենք մի ճանապարհ ենք գնացել։ Այս դաշինքները, որ շատ ձևավորվեցին, ավելի շատ քվեով առաջ գնալու, քվե ստանալու համար էր, թե իրոք բոլորի մոտ այդ գաղափարական հենքը կա։ Տեսեք, հայաստանյան օրենսդրական դաշտում հիմա այնպես է, որ ընտրությունների ժամանակ փոքր կուսակցությունները կարող են հաջողություններ չգրանցել եւ ընդհանրապես որպես քաղաքական ուժ նրանց գոյության նաեւ խնդիրն է։ Սա, այսինքն, այս սահմանադրական փոփոխությունների նաեւ արդյունքն է, որը նպաստելու է հայկական իրականության մեջ, այսպես համախմբմանը եւ ավելի քիչ քաղաքական ուժերով հանդես գալուն։ Մենք այսօր ունենք կարծեմ 78 քաղաքական ուժ։ Բնականաբար ոչ այդքան գաղափար կա, ոչ բան կա։ Այսինքն ինչ որտեղ արհեստական այսքան կուսակցությունների գոյություն է, որ անգամ անունները չեն կարող տվել։ Սա դրական ազդեցություն գործի է, որպեսզի համախմբվեն։ Հիմա դաշինքները, որ նայում ենք, տարբեր սկզբունքի դաշինքներ կան։ Կարող են եւ գաղափարի շուրջ համախմբվեն եւ վաղ թե ուշ վերածվեն կուսակցության կամ չգիտեմ, էլի դաշնակցելով գնան, բայց նաեւ նկատվում են արհեստական դաշինքներ, որտեղ առայժմ անհասկանալի է, թե մինչ այդ ամեն մեկը ունենալով նույն հարցի վերաբերյալ տարբեր աշխարհաստեր, ինչն է նրանց միավորել։ Կարծում եմ, ստեղ ուղղակի parlamentum հայտնվելն է։ Օրինակ, նայեք, դաշինքների մի մասը կամ մասնակից կուսակցությունների մի մասը խուսափում է հստակ հայտարարել, գնում է ընտրությունների, որպեսզի այս իշխանություններին հեռացնի կառավարման ղեկին։ Եկեն արմատական իշխանապողություն։ Չեք իմ վրա նայում, մենք դրանից չենք։ Չէ, կան կուսակցություններ։ Ձեր երկուսի դեպքում շատ ավելի դա հստակ բառ արտահայտված է։ Դուք ասում եք, որ պետք է այս իշխանությունները հեռանան։ Սակայն
որքան էլ զարմանալի է, գերնպատակ որպես այդպեսին, երկուսիդ մոդելը նույնն է, բայց այս դաշինքաստեղծման process-ում շատ ավելի վստահ, շատ ավելի զորեղ կլիներ, եթե ուժերի միասնություն լիներ։ Ինչն էր պատճառը, որ շատ հաճախ խոսվեց լայն կոնսոլիդացիա, այդպես էլ տեղի չունեցավ։ Եվ ընտրողը շատ ավելի դժվարություն ունի, ձեզ տակվե, թե ձեզ տակվե, որպեսզի այս իշխանությունները հեռանան։ Առնվազն մեր համար ես պատասխանը հստակ գիտեմ, մենք երբեք չենք խոսել լայն կոնսոլիդացիայից, երբեք որևէ կոնտեքստում, մենք խոսել ենք հստակ նպատակի, հստակ քայլերով եւ հստակ ապագայի տեսլականով օրակարգի շուրջ միավորման, այդ թվում եւ եթե մեր հուշագրին ծանոթ եք, այդ հուշագիրը, որ ստորագրել են երեկուսակցությունը, այնտեղ նշվում է, որ ջանքերն այնքան ենք համադրելու, որ ի վերջո եւ այսօր մենք ունենք, ընդգծել ենք, հուշագրում ամրագրել ենք, որ մենք ունենք մեր առաջ մեկ կուսակցություն դառնալու տեսլական, մի բան, որ Հայ ազգային կոնգրեսի հետ ցավոք կամ բարեբախտաբար չունենք, երբևէ օրակարգում նման հարց չի եղել եւ չի քննարկվել, հետեւաբար այս փուլում գոնե այդ պատճառով ելքը ներկայացնող ուժեր եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության միջև դաշինքը օրակարգում չի եղել։ Այսինքն ձեր գերնպատակը մեկ կուսակցություն դառնալ, թե իշխանություններին։ Ոչ, մեր գերնպատակը իշխանություններին հեռացնելն է, բայց մենք 25 տարի շարունակ տարբեր ուժեր ասում են իշխանություններին անհրաժեշտ է հեռացնել։ Անընդհատ գնում են, նիզակները ջարդում են նույն պատին եւ երբեք արդյունք չունեն։ Ինչու՞, որովհետեւ մեր խորին համոզմամբ իշխանություններին հեռացնել, իշխանությունները ոչ թե այդ անձանց, ընդհանրապես համակարգը, համակարգը փոխելու, հա, վերարտադրման մեխանիզմը փոխելու համար եւ խաղի կանոններ առհասարակ քաղաքական ու պետական համակարգում եղած փոխելու համար հարկավոր է ճանապարհը անցնում ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման ճանապարհով։ Մի բան, որ 20 տարի շարունակ չի եղել։ Մի բան, որ հիմա մենք փորձում ենք մեր գործընկերների հետ անենք։ Սա է, այսինքն ես ներողություն, եթե թույլ կտակ ավարտեմ, մինչև մենք սա չենք արել, մինչև մենք ներսում չենք կայացել ինստիտուցիոնալ առումով այնքան, որ կարողանանք մարտահրավեր նետել այդ ռեժիմը ներկայացնող մարդկանց մեծ ու փուճուր չինովնիկներին, չգիտեմ, թաղային հեղինակությունից մինչև նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, մինչև այս ճանապարհը մենք չանցնենք, մեր մոտ երբեք էլ չի ստացվելու։ Սա է, որ մենք առաջարկում ենք արդեն 2-3 տարի։ Այս համատեքստում ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ երբ մենք դաշինքով մեծ դաշինքով 18 կուսակցությունների գնում էինք ընտրությունների 12 թվականին, ելդաշինքի առանցքային երկու ներկայացուցիչ նույնպես մեզ հետ մասնակցում են եւ ամիջապես ընտրություններից հետո երբ մենք գնացինք խոշորացման եւ գնացինք կուսակցություն ստեղծելու ճանապարհով Հայ ազգային կոնգրես կուսակցություն այդ երկու վառ ներկայացուցիչները մեզ քննադատեցին այդ քայլի համար շատ լավ է ես դրական եմ վերաբերվում որ այդ մարդիկ վերանայեցին իրենց մոտեցումները եւ հիմա մտածում են այն բանի մասին որ խոշորացումը միգուցե իրենց կուսակցության համար միավորումը ուրիշ կուսակցությունների հետ կարող է դրական ազդեցություն ունենալ տերմինների շուրջ պետքա համաձայնության գանք վերանայում եզրույթը տվյալ պարագայում տեղին չէր որովհետեւ հանգամանքներն էլ էին տարբեր եւ կոնտեքստներ տարբեր տարբերությունը ես հիմա իսկապես ես ցանկություն չունեմ բայց ես չկարողam տարբեր են ասեք իհարկե կասեմ ես ուղղակի հատուկ ընդգծել որ ամենևին նպատակ չունեի եթե չեք կարող ասել մի քննարկում այս ուղղությամբ տանել բայց ստիպված եմ ասել եթե չեք կարողանում ասել մի ընդհատեք միանգամայն տարբեր էին մեր ստեղծվելիք, ենթադրվելիք կուսակցության ստեղծման ճանապարհը, որ մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ դուք ի սկզբանե հայտարարել եք, որ առանձին եք գնալու, ո՞նց եք ի սկզբանե հայտարարել, որ հուշագիրը ստորագրելուց մենք հայտարարել ենք։ Իսկ դրանից առաջ ինչ եք հայտարարել։ Հիմա ո՞րն է ձեր ավելի դուք ինձ ընդհատեցիք չէ, որովհետև դուք այնպեսի միտք ասեցիք, հիմա դուք ասում եք ի սկզբանե այն հայտարարությունները, որ դուք առանձին եք։ Ես ավարտեմ մեկ նախադասությամբ, ՀԱԿ կուսակցությունը բոլորովին ուրիշ ձև է ստեղծվել, քան այն կուսակցությունը, որը ենթադրում ենք, որ մենք հիմա կարող ենք ամիջապես ընտրություններից հետո ստեղծված կուսակցություն է եւ հենց ձեր առանցքային դեմքերն են, որ քննադատում են եւ ասում են, ինչու պետք է ստեղծեն մի կուսակցություն։ Իսկ հիմա նրանք գնում են նույն ճանապարհով արդյունքում իրար հետ հավաքված կուսակցությունների այդ դաշինքը վերցվել եւ նստածվել է մեկ կուսակցության գաղափարի վրա խնդրեմ շարունակեք ես ուղղակի վերաբերվում է դաշինքին լայն ուժերով մասնակցելով իսկապես մենք խորհել ենք դրա մասին կարող եմ նաեւ նկատել որ մենք ունեցել ենք կոնսուլտացիաներ, հանդիպումներ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ այդ խնդրի շուրջ, որ ավելի sense այդ բառը այնքան են օգտագործում, ինչ որ քաղաքական նշանակություն է դարձել համախմբված ուժով մասնակցենք,
Այնուամենայնիվ վերջնական որոշումը կայացվել է առանձին մասնակցել եւ հիմնական միգուցե պատճառը դրա նաեւ այն է եղել, որ դեկտեմբերի 17-ին, երբ մենք խոսեցինք խաղաղության, բարիդրացիության, հաշտության մասին, կարծես ոչ բոլոր քաղաքական ուժերը ամբողջովին կիսեցին մեր մոտեցումը։ Միգուցե դա պատճառներից մեկն է, բայց ես չեմ պնդում, որ դա առանց։ Պարոն, եթե ամսաթիվը չփոխվի, ցանկալի է որ փոխվի իհարկե, եթե ապրիլի 3-ին մեկ էլ պարզ դառնա, որ իշխանության կուսակցությունը շատ բարձր տոկոսներ, չեմ ասում բացարձակ մեծամասնություն, բայց բարձր տոկոսներ է ստացել։ Ու ընտրողը նորից դες ասի, լավ, ինչի չմիավորվեցիք, որ այդ իշխանության կուսակցությանը թույլ չտայիք։ Չէ՞ որ տեսակետների շատ փոքր տարբերություններ կան գլխավոր այն հարցում, որը կարևորագույն կետերից մեկն է իշխանապողություն, իշխանության հեռացում, թե իշխանապողությունն արդեն մեկնարկել է նույնիսկ այս process-ով։ Ինչ եք պատասխանելու։ Դες ունեմ իմ պատասխանը։ Տեսեք, եթե մենք գործ ունենք քաղաքական դաշտում այն կուսակցությունների հետ, որոնք ի սկզբանե մի բան են ասում, հետո փոխում են իրենց դիրքորոշումը, ինչ որ դաշինքով են գնում, մենք չգիտենք այնուհետև ընտրություններից հետո միգուցե կարող է դաշինք կազմեն այն քաղաքական ուժերի հետ, որոնք հիմա շատ խիստ քննադատում են, ոնց որ կազմել են դաշինք այն կուսակցության հետ, որին քննադատում էին։ Մոտեցումները տարբեր կարող են լինել։ Հենց դրա համար կուսակցություններ են ստեղծվում գաղափարական մոտեցումների շուրջ, եւ եթե կա հիմնավորված տարբերություն, շատ դժվար է համատեղել դա եւ փորձել sense միացյալ ուժերով գնալ Ես լավ չեմ հասկանում, կարծեմ Լևոն Զուրաբյանն օրեր առաջ հայտարարել էր, որ մեր հետ փորձելա որ դե որովհետև ախր այդպեսի բան եք ասում Ես ասում եմ մենք տարբեր ենք Ես ասում եմ մենք տարբեր ենք դուք տարբեր մոտեցումներ մենք տարբեր Ես ասում եմ շատ տրամաբանականը որ մենք առանձին են գնում Ես հետ եմ ուզում երրորդ համարը կարծեմ 3 մի քանի օր առաջ ասում են որ ուզում եմ մեր դաշինք կազմի սխալ եմ եւ մենք վիժեցրեցինք այդ process-ը Սխալ եք, այդպես բան չի ասվել Լևոն Զուրաբյանը չհայտարարեց, որ լայն կոնսոլիդացիայի այո քննարկումների բան ասեց եւ մեր կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ ստիպված եղան ասել, որ այդ տեղեկություն չի համապատասխանում իրականությանը։ Բայց ո՞նց մենք կարող ենք դες ասում Դեռ երբ որ տարբերություն կա մոտեցումներում, օրինակ Հայազգային կոնգրեսի եւ Դաշնակցության միջև էլ կան սկզբունքային տարբերություններ, արտաքին քաղաքական խնդիրների, նաեւ ներքին քաղաքական խնդիրների Այդ առումով շատ դժվար կլինի ինձ պատկերացնել, թե ինչպես մենք կարող ենք Դաշնակցության հետ մեկ դաշինքով գնալ եւ շատ տրամաբանական է, որ մենք հարությանը ներկայանում ենք տարբեր մոտեցումներով, մենք մեր մոտեցմամբ, մեր աշխարհընկալմամբ, մեր ծրագրով Դաշնակցությունը այլ կուսակցություններ իրանց Ես ներողություն անդրադառնամ, ես տեսնում եմ, որ ուզում եք նոր հարց տակ, բայց հարցը բոլորիս էր, հա, վերաբերվում նախորդ։ Ես այնուամենայնիվ ուզում եմ ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ պարոն Կարապետյանն ասեց, որ որոշել են առանձին գնան, ըստ երևույթին ՀԱԿ եւ ՀԺԿ դաշինքը այնուամենայնիվ առանձին է անցալվում, գուցե դուք էլ եք գնում այդ ինստիտուցիոնալ կուսակցության կայացման ճանապարհով, ողջունում եմ։ Եվ բուն հարցը, որը վերաբերում էր Պարոն Կարապետյանը կրկին ակնարկ արեց, որ չի ցանկանում համագործակցել այնպիսի ուժերի հետ, որոնք վաղը գուցե վերանային դիրքորոշում եւ համագործակցության գնան այլ ուժերի ու այսօր օրինակ դուք ուրիշներն են Պարոն Կարապետյան, ողջ հարգանքով հանդերձ գոնե ՀԱԿ-ը այս մասին պիտի չխոսա քաղաքագիտական վերլուծության եւ պարոն Ծառուկյան եւ Եռյակի հեղափոխության հիանալի պատմությունից հետո։ Եվ ինչ, մենք շատ նորմալ համագործակցություն ենք արել, գոհ ենք նաև այդ համագործակցությունը։ Դե չստացվեց հայտնի պատճառներով, կարծում եք սա պատեհ չէ, բայց դրանից հետո մեղադրում հաղորդում է, որ մենք կարող ենք Ես վստահ եմ, որ պարոն Մանուկյանը հաճիկով կլսի մեր բանավին հարցրել եք իր ամեն անգամ, որ ասում էր մի ամսից իշխանությունը կհեռանա այդ 2004-ին հավանաբար նկատի ունեք։ Չէ, տարբեր ժամանակներ։ Դե 2008-ի 9-ին ընդհանուր մթնոլորտը այնպես էր համաժողովրդական շարժում իսկապես կար եւ ես կարծում եմ որ Հայաստանում ցանկացած բանը կարող է կոնտեքստից հանել եկեք մեկ այլ հարցադրում որ այս օրերին ակնառու է
Պարոն Եղազարյան, շատ կուսակցություններ մտան խաղի մեջ։ Նորից եմ ասում, ափսոս Օսկանյան, Օհանյան, Ռաֆի դաշինքից ներկայացած չկա։ Շատ կուսակցություններ մտան խաղի մեջ, հատկապես իրենց հետ, բայց տարբեր պատճառներով եւ Ծառուկյան դաշինքի հավանական գործընկերներից որոշները եւ նաեւ մյուս դաշինքի որոշ գործընկեր կուսակցություններ դուրս մնացին ու այդպես ասին չենք մասնակցում ընտրությունների։ Լավ, ինչ է լինելու դրանց ճակատագիրը։ Կն համապետական ընտրություններին չեն մասնակցում։ Պարոն Հայրիկյանի դեպքը լրիվ այլ թեմա է։ Ուրեմն հստակ է օրենսդրությամբ, եթե համապետական երկու ընտրության կարծեմ չեն մասնակցում, պետք է նման քաղաքական ուժը լուծարվի, որտեղ քաղաքական կուսակցության դերը իշխանության համար պայքարելն է։ Եթե նա չի գնում ընտրություններից, դա օրինական պայքարի ձևն է այսօր, հետևաբար անելիք չունի։ Եվ նայն քաղաքական ուժերը, որոնք ավագ են շատ ցածր, այսինքն կարծեմ մինչև 2%, նույնպես, այսինքն սա հենց տանում են նրան, որ նույն գաղափարի շուրջ, մեկ անձի շուրջ ձևավորված փոքրիկ խմբակները, որոնք քաղաքական կուսակցություն անուն են, բայց նույնիսկ հանրությունը շատ դեպքերում տեղյակ չի շատ անունների, ասենք ինչ որ տեղից կարդալ, ման մեծ կուսակցություն կա, դան կամ պիտի վերանան թատերաբեմից, կամ պետք է համախմբվեն, վերածվեն նորմալ մեկ գործող քաղաքական ուժի, որը նաև ունի իր ընտրազանգվածը։ Բայց չէ՞ որ իրանք դրոշները դեռ մնում են այդպես կանգնած, տարբեր շենքերի վրա քաղաքի կենտրոնում թող անեն։ Հիմա դեռ մարդ կուսակցություն, մենք հիմա այդ երևույթը նոր չենք տեսնում, արդեն վաղուց կա եւ շատ հասկանում եք հայրականության մեջ հոգեբանական այսպեսի բան կա, որ մեկը անջատվում է մի քաղաքական ուժից, անպայման ուզում էր ստեղծել, ասենք այս տարիներ է տենց ստեղծել, իր անձնական օգտագործման կուսակցությունը։ Շատ դեպքերում մենք այդ կուսակցությունին ճանաչում ենք ընդհանրապես միայն ղեկավարը, ուզում ենք ասենք երկրորդ անձը ցույց տվեք, ով կա այդ կուսակցության շարքում, մենք շատ դեպքերում մարդ չենք հայտնաբերում, շատ անհասկանալի, այսպես ծագումով բան են։ Հիմա թող վերանան նման ուժերը, այսինքն արհեստական, որոնք կարող են շատ դեպքերում ընդհանրապես ջուր պղտորել, այսպես ասած, ոչինչ իրենցից չեն ներկայացում, բայց ինչ որ անուն, ինչ որ բան հայտարարություն են անում եւ մթնոլորտ է որոշակի ձևավորում բան։ Հիմա թող այդ կուսակցությունները կամ վերանան ընդհանրապես կամ համախմբվեն, վերածվեն նորմալ գործող քաղաքական ուժի։ Այն խոշոր խաղացողները, որ հիմա ընտրապայքարի մեջ են, ընտրողի համար կողմնորոշվելու առումով, այդ խոշոր խաղացողները իրական քաղաքական օրակարգեր ի վիճակի են ձևավորել, որ ընտրողը քվեարկությանը գնա, յուրաքանչյուրին եք չէ հարցնում, որովհետև ամեն մեկի բոլորին է ուղղվել, որ ոչ թե այս կամ այն ռեյտինգային տեխնացուի համակրանքով չքվեարկի այս կուսակցությանը, այլ քվեարկի կուսակցությանը եւ ի միջալոց նաեւ ռեյտինգային տեխնացուների։ Մենք կարծում եմ ամենագլխավոր խնդիրը, որ ունենք հասարակության, այսպես քաղաքացիական գիտակցության բերելն է։ Մարդիկ վերջիվերջո պետք է սովորեն ընտրություն անել հանունի համար, ոչ թե դեմի։ Այս 25 տարի երկրում ցանկացած իշխանափոխության պայքար, սկսած 95 թվականից միշտ դեմի վրա է գնացել։ Այսինքն գուցե ունի, գուցե սկզբնական շրջանում ինչ որտեղ արդացել, բայց մշտապես օրակարգ բերել դա, որը չի ստացվել։ Այսինքն գոնե միջի հիմա սահմանադրական փոփոխություն, երբ որ մոտեցումը համակարգային այսպես փոխվեց, ամեն դեպքում այդ պայքարը օգուտ չի տվել։ Ես կարծում եմ պետքա բերել մեկ այլ գիտակցության, որ հանունի, ով ինչ է առաջարկում եւ այդ առաջարկը որքանով է իրատեսական մարդը վերջիվերջո պետք է պատկերացնի, որ այդ քաղաքական ընտրությունները կայանում են նրա համար, որ մոտակա 5 տարին ինչպիսի կյանք են իրենց համար ձևավորելու, ով ինչ է խոստանում եւ այդ խոստումը ինչքանով է իրատեսական, որտեղ մենք այսօր քաղաքական դաշտում տեսնում ենք եւ լուրջ ուժեր, որոնք ունեն հստակ ծրագիր, հստակ մոտեցում եւ ունեն այսպես պոպուլիստական ուժեր, որոնք կարող են խոսել ամեն ինչ ժողովրդի սրտից բխող, բայց երբ որ կոնկրետ գործնականորեն հարց դնես, դա այսպես իրագործման ենթակա չեն, բայց քանի որ ժողովրդին այսպես հուզող խնդիրներ են, շահագործում են, դա այդպես ճիշտ տեխնոլոգիա չի։ Կարծում եմ պետք է սրա վրա հիմնական աշխատանքը տարվի։ Պարոն Կարապետյան, ես Դաշնակցության հարգարժան ներկայացուցիչի լավատեսությունը չեմ կիսում, այն առումով, որ շատ դժվար է Հայաստանում, երբ մենք չենք ունեցել ընտրությունների միջոցով իշխանափոխություն, միայն դրականով նոր սկիզբ, այստեղից պիտի այդ մոտեցում, այս դրա մեջ կներեք։ Իշեք բոլոր ընտրություններից առաջ նույնն են ասում։ Հարապետականը գնում էր փոփոխության բանով լոզունգներով։ Դուք քանի անգամ էլ նույնը ասեցիք։ Այդ առումով մի փոքր անվստահությունը, թերահավատությունը բնակչության, ժողովրդի ավելի մեծ է եւ այդ առումով շատ կուսակցություններ իսկապես բացի դրական օրակարգ առաջարկելուց քննադատության ասենց աստիճանը բավականին ասենց պահում են տոնուսի մեջ եւ կարծում եմ
հիմա էլ մենք ականատեսն ենք լինելու կոշտ քննադատության, նեգատիվի, շատ ուժեղ նաև մրցակցության։ Ինչ վերաբերվում է ասենց մեր մոտեցմանը, թե մենք ինչ ենք առաջարկում, ապա մենք առաջին անգամ նաև խաղաղության ծրագրով ենք ուզում ներկայանանք ժողովրդին, հատկապես հաշվի առնելով այն ծանր իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, խոսքը բոլոր հասարակական ոլորտների մասին է, տնտեսությունը, ինչի մասին խոստովանեց հենց իշխանությունը, բանակը նույնպես լավագույն վիճակում չի, ինչի մասին ինչը մենք տեսանք ապրիլյան իրադարձությունների ժամանակ, դեմոգրաֆիական խայտառակ վիճակը, երբ մենք վերջին 5 տարվա ընթացքում կորցնել բառը կարող է այդքան ճիշտ չլինի, բայց Հայաստանից գնացին ավելի քան 300,000 մեր համաքաղաքացիները, մենք խորին համոզվածություն ունենք, որ այն ճանապարհը, որով Հայաստանը շարժվում է 98 թվականից, դրական առաջընթացի նախադրյալներ չի ստեղծում եւ խաղաղությունը առաջինը պետք է լինի, որ մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք, աշխարհին ներկայանանք որպես խաղաղությանը ձգտող երկիր եւ դրանով նոր հիմքեր ստեղծել թե տարածաշրջանի զարգացման համար, բայց առաջին հերթին մեր երկրի զարգացման համար եւ դա լինելու է մեր առաջնահերթությունը այս քարոզարշավը։ Պարոն Կարապետյան, շատ նույնիսկ երբ որ սոցիալական ցանցեր, որ դուք հարց կտաք ինձ։ Սոցիալական ցանցերով երբ որ նայում եմ ձեր էջը, կոնգրես էջը, շատ հստակ է այդ մեսեջը՝ խաղաղություն, 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 հաշտություն, հաշտություն, հաշտություն։ Դա իրականում ձեր կուսակցության գաղափարական ծրագրային եւ նաեւ ՀԺԿ-ի ուղղությունը թե ավելի շատ турքեր ձեր առաջնորդին Լևոն Տեր-Պետրոսյանի այդ պատերազմ թե խաղաղություն երկընտրանքի շարունակությունն է, որ դուք պետք է լավ հասկանաք, որ չի կարող մի կուսակցությունը, որը մի մեծ ընտանիք է, հատկապես գաղափարական ընտանիք է, որևէ մեկին турքեր հատուցել, չէ, դա մեր կուսակցության սենց մոտեցումն է, մենք իսկապես խորապես հավատացած ենք դրան, ոչ մի դեպքում խաղաղության մեր ձգտումը չպետք է շփոթել պացիֆիզմի հետ, մենք բացարձակ հեռու ենք նման սենց մոտեցումներից եւ առաջին հերթին ամենալեգիտիմը խաղաղություն բառը, բարիդրացիություն բառը հնչում է հենց հաղթանակած նախագահի կողմից։ Հասկանում եք, այն մարդը, որը կարողացել է հաղթանակ բերել Հայաստանին, ժողովրդի հետ միասին ավելացնելով հայության, չգիտեմ, տարածքները 12,000 քառակուսի կիլոմետրով, այդ մարդը, որ կարողացել է բավականին հաջողություններ գրանցել այդ ռազմական նաև ոլորտում, հենց երբ որ ինքն է խոսում խաղաղությունից, շատ ավելի լեգիտիմացում է եւ կարեւորվում է դա։ Պարոն Կարապետյան, դա համ Տեր-Պետրոսյանի, համ Հայաստան կոնգրեսի լավ հասկանում եմ, բայց մեկ պատկերացնում եմ, թե Միասնիկ Մալխասյանը ձեր ցանկում է եւ առաջատար դիրքերում է, Միասնիկ Մալխասյանը ոնց է պատկերացնում, ով 97 թվականի պատերազմ թե խաղաղությունից հետո լքեց, այսպես ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարը եւ գրեթե նույն ձևակերպների դեպքում հիմա նորից ձեր ցանկում է, դա է հետա։ Տեսեք, դուք հարց եք տալիս ընդհանուր մոտեցումների մասին, հարց եք տալիս, թե քաղաքական ուժերը ոնց են ուզում ներկայանան, հետո այդ հարցը մասնավորեցնում եք մեկ անձի շուրջ, որը հիմա մեր կողքն է, պաշտպանում է ամբողջությամբ մեր գաղափարները, որը այստեղ չի։ Պարոն Մանուկյան, բարի եղեք, կանչեք Միասնիկ Մալխասյանը սիրով կպատասխանի բոլոր ձեր հարցերին եւ վստահաբար ինքը կիսում է բոլոր մոտեցումները, որ մենք առաջիկայում կունենանք։ Պարոն Միրզոյան, նախորդ հնչեցրած հարցի կապակցությամբ ուղղակի ուզում եմ կիսեմ մասամբ գործընկերներիս եւ ձեր հյուրերի հնչեցրած տեսակետը եւ այո, պարոն Կարապետյան, այն ասելիքը, որ տարիներ շարունակ ասել անդիմությունը ժողովրդին, այո, օբյեկտիվ խորը հիմքեր ունի, այո, ամեն ինչ այնքան վատ է, որ այդ դրա ֆոնին անդիմությունը բավական է համարել, ասել ժողովրդին, որ մենք նրանց համեմատ լավն ենք։ Սա համարվել է բավական։
հասկանալու համար, հա, եւ հետեւ դրանից բխող ընտրություն անել։ Բայց այո, պարոն Եղիազարյանն էլ իրավացի է, որ դա բավական չի եղել այնուամենայն ժողովրդի համար ընտրություն անելու, քվետալու։ Այո, մենք տարեստարի տեսնում ենք ընդդիմություն գալիս ասում է նրանք վատն են, մենք լավն ենք, ձայն տվեք մեզ, եւ ժողովուրդը տվել է որոշ չափով, բայց ոչ այն անհրաժեշտ չափով, որ իշխանափոխություն տեղի ունենա։ Եվ հիմա ես կիսում եմ ձեր մոտեցումը, պարտադիր ընդդիմությունը եւ երկդաշինքի անունից կարող եմ ասել, պարտադիր երկդաշինքը հանդես կգա սեփական տեսլականով, սեփական ծրագրերով, ոլորտ առ ոլորտ, ոչ միայն տեսլականով, այլև կոնկրետ քայլերով, թե ինչպես են պետք է նպատակներին հասնել, եւ սա կառաջարկի ընտրողին, որովհետեւ այո, ասել մենք լավն ենք, նրանք վատն են, մենք հրեշտակ բավարար չի։ Այո, մենք պետք է ասենք, ինչի պետք է ընտրողը ձայն տա մեզ, եւ մենք ինչ Հայաստան ենք կառուցելու։ Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ քննարկում ենք այդ խաղաղություն հայտնի կարգախոսը, որը դարձել է ՀԱԿ-ի եւ ՀԺԿ դաշինքի հիմնական թիրախ կարգախոսներից մեկը։ Դուք պատրաստվում եք այդ հարցում բանավեճի կամ գաղափարական դաշնակցի դեր ստանձնել առաջիկա մոտեցումը ներկայացնեն, հենց մինչև բանավեճ։ Դրա համար երկրատրանք ներկայացված, եւ վերջերս էլ նորից բարձրաձայնվեց, եթե դուք Ղարաբաղյան կարգավորման շուրջ մեր տեսակետը նկատի ունեք, այո, եւ ես գլխանց ասեմ, որ այն հարցը, որը սլոգանի տեսքով Հայ ազգային կոնգրեսը եւ ՀԺԿ-ն բերել են ընտրարշավի, խաղաղություն, բարեդրացիություն, չէ՞, հաշտություն, անձամբ ես եւ ես վստահ եմ, որ երկդաշինքում շատ գոլեգաներ չեն համարում հայաստանյան հասարակության արժեվ ծառացած օրակարգային թիվ 1 խնդիր եւ դա չի, որ պետքա լինի ընտրությունների ընթացքում, այս ընտրարշավի ընթացքում մեր լոկոմոտիվը, այո, խաղաղությունը անհրաժեշտ է, այո, այն ինչ որ հիմա տեղի ունենում սահմանում անընդունելի է, բայց այս պայմաններում ես փորձեմ շատ համառով նաեւ չչարաշահելով ձեր եթերաժամանակը ասեմ ինչու ոչ, որովհետև այս պայմաններում մեր դիմացի պետությունը, այսպես ասեմ, եթե ոչ ավելի կոպիտ, հա, չարտահայտվելու համար, մեր մյուս պետությունը, որի հետ մենք գործ ունենք, պատրաստ չի փոխզիջումների, պատրաստ չի հաշտության եւ բարիդրացիության, եւ դրանից ելնելով մենք այժմ այս պահին անիմաստ ենք համարում նաեւ այլ պատճառներ, այսինքն ոչ միայն դրանից ելնելով, նաեւ այլ պատճառներ հաշվի առնելով, այդ թվում Ղարաբաղի չներգրավվածություն, բանակցություն եւ այլ հազար բան հաշվի առնելով, մենք այս պահին անիմաստ ենք համարում ջանքերի վատնումը այդ ուղղությամբ եւ հակառակը բոլոր ջանքերը պետք է ներդրվեն այս պահին գոնե Հայաստանում հզոր տնտեսություն եւ առաջերտին ռազմարտությունաբերական համալիր, որից բխող հզոր բանակ եւ հզոր միջազգային ավելի ամուր դիրքեր Հայաստանի եւ Ղարաբաղի համար։ Այդ դրանից հետո մենք խոսենք փոխզիջումների մասին։ Ջրբաժան, այսինքն մարտի դաշտ, այդ խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն, հաշտություն հայտնի է դաշնակցության հստակ տեսակետը, կարող է ձեր եւ ՀԱԿ-ի միջև լինել եւ ընդհանրապես քաղաքական այս բանավեճում նախընտրակ։ Ինչ լինել մեր միջև։ Տեսակետների հիմնական ջրբաժանը դա դառնա։ Այլևս մոռանանք իշխանափոխություն եւ այլն։ Չէ, կարծում եմ մեզանից պետք է իշխանություն վերցնել։ Կարծում եմ դեռ պետք է ծրագրերը ամեն քաղաքական ուժ ներկայացնի, որ նոր հասկանալի թե ջրբաժաներ եւ ընդհանրացնողները ինչ կարող են լինել, բայց միանշանակ գոնե այս հարցում ունենք հստակ տարբերություն, որովհետեւ դաշնակցության մոտեցումն է զարգանել չզիջելով, որովհետեւ զիջել իհարկե սա ասում ենք, որ այս իրականությունը, օբյեկտիվ իրականությունն է։ Մենք որպես հայություն պատրաստ ենք խաղաղության եւ խաղաղության մենք պատրաստ ենք ինչպես որ տեսեք մոնիտորինգի համակարգ միջազգային բանվասմեն ներդրել մենք կողնակից ենք այսինքն ամեն ինչ անել որպեսզի ստեղծել բարենպաստ դաշտ երկխոսության համար մեր հակառակորդը չունի այդ դաշտը ինքը պատրաստ չի դրան ինքը միայն ագրեսիա է ցույց տալիս այսինքն մենք խաղաղություն միակողմանի չենք կարող գնալ Այդ խաղաղության համար պետք է երկկողմանի պատրաստակամություն լինի։ Մենք Ադրբեջան ուրիշ բան ենք տեսնում, վերցրեք հենց այս տարվա Ադրբեջանի պատմության դասագրքերը։ Երևանը որպես ադրբեջանական քաղաք է, ամբողջ Հայաստանի տարածքը պատկերված է որպես արևմտյան Ադրբեջան։ Հիմա իրանք մեջլիսում քննարկում են Երևանի նկատմամբ հավակնությունների հարցը։ Մենք այդ հակառակորդի հետ ինչ խաղաղության մասին կարող ենք խոսել։ Բայց ունենք այս իրականությունը, մենք պետք է հասկանանք, որ ունենք պատերազմական իրավիճակ եւ այս պայմաններում պետք է ժողովուրդը նաեւ նորմալ ապրի, երկիրը պետք է զարգանա, այսինքն այս իրավիճակային պայմաններում պետք է զարգացնենք երկիրը։ Հա, բայց ՀԱԿ-ն ասում է, որ արտագաղթը Լավ, արտագաղթի համար պատճառները այլ են, պատերազմը չի միայն։
Այդպես չի, որ այս պահին ռազմական մեծ գործողություններ արդեն 2 տասնամյակ չեն գնում եւ այս ընթացքում ժողովուրդը նրա համար չէր արտագաղթում 94 թվականից հետո, որ պատերազմական իրավիճակում էր։ Պատճառները շատ ավելի մեծ են, կապված մարդկանց սոցիալական ապրելակերպի հետ, գլխավորապես եւ երկրում ինչ որ նաեւ տեղ արդարության, այսպես խախտման հետ։ Հիմնականում սա է պատճառը։ Այս հակամարտության վրա երկրորդ թեզն է, որ հրապարակ է իջեցրել մեկ այլ կուսակցություն, հայկական վերածնունդ կուսակցությունը, որ վերջին մի քանի շաբաթների պարբերաբար խոսում է 18 տարեկաններին բանրակ չզորակոչելու։ Ես պատասխան եմ, էլի։ Այդ ամենամեծ ակները լավ կլիներ իրանց ներկայացուցիչներից էլ լիներ։ Ներեցում խնդրում, ուղղակի այն խնդիրը, որ իրանք այսօր բան են, այդ պոպուլիստական շարքում են, որ 18-20 տարեկան զինվորը չկանգնի դիրքերում, եւ ասում են դա պայմանագրային զինվորը կանգնի։ Առաջին հերթին տվյալ քաղաքական ուժին պետք է ասել, մի հատ ցույց տուր այդ միջոցները, որ դու կարող ես տասնյակ հազարներով պայմանագրեն եւ ցույց տուր այդ մարդկային ռեսուրսը։ Այսօր էլ գոյություն ունի պայմանագրային համակարգ։ Ասում եք պետք է ուժեղանանք ամրապնդվենք, միգուցե ձեր գործընկերը նույնպես հարցը տարբեր էր իհարկե, բայց ես օրինակ ես կարող եմ ասել, որ նու առնվազն մարդ ես իհարկե ամենավերջի բանը, որ պատրաստվում եմ հիմա անել հայկական վերածննդի փաստաբանի դերստանձներն է, բայց օրինակ ես ինքս էլ կարծում եմ, որ պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը հնարավորինս աստիճանաբար տարեցտարի պիտի ավելացի։ Ինչ վերաբերյալ ռեսուրսների, խնդրեմ, ներքին զորքեր, ոստիկանություն, անհարկի ուռճացված համակարգ տասնյակ հազարներով, որոնց միահիմնական զբաղմունքը այսինքն ձեր պլատֆորմում էլ կա կետ, որ ոչ, դա պլատֆորմին վերաբերող հատված չէ, ուղղակի քանի որովհետև դա ընդհանրապես պարզունակ շահարկում է, որովհետև այդ ուժն էլ գա իշխանության գլուխ չի կարողանալու այսպես ռազմագծից դիրքերից հետ բերի ամբողջը եւ պայմանագրեն։ Եվ այդ ուրեմն խոսն է, որովհետև դա ընդհանրապես պարզունակ հաշվարկ է, որ մարդկանց գիտակցության մեջ սերմանել եթե ուժը գա, ուրեմն մեր երեխեքը չեն գնա դիրքեր, եկեք իրանց ընտրենք, բերենք, սա մանիպուլյացիա է ընդհանրապես։ Վստահեցնում եմ, ես կարող եմ ամեն գնով վստահեցնել, որ նման բան ուղղակի այսօրվա պայմաններում հնարավոր չի ամբողջ ռազմագիծը փոխարինել եւ բերել պայմանագրային զինծառայողություն։ Արտուր Եղազարյանի 3 որդիները ծառայել են Արցախյան առաջնագծում։ Համեցեք պարոն Կարապետյան։ Ուզում եմ արձագանքել, ասելով, որ որոշակի տրամաբանության հետ խնդիր եմ տեսնում, դուք ասում եք այն բանի մասին, որ մենք պետք է ներքին հարցերը երկուսը ներողություն եմ խնդրում տենց ասելով, բայց երկու տեսակետ եմ լսել, որ կենտրոնանալով ներքին ռեսուրսների վրա մենք կարող ենք դիմագրավենք այս իրավիճակին, այս մի խնդիրն է։ Երկրորդ խնդիրը այն է, որ դուք մտածում եք եւ մասամբ իրավացի, որ Ադրբեջանի հետ հնարավոր չի լեզու գտնել։ Փորձեմ անդրադառնալ այդ երկուսին։ Այս պահին, տեսեք, 18 տարին վերջին 19 տարին, որտեղ դաշնակցությունը բարբերաբար իշխանության մաս է կազմել, մենք ունենք այս արդյունքը։ Մենք ունենք այն արդյունքը, որ մենք դժվարությամբ ենք այսօր կարողանում համալրել մեր բանակը զինվորներով 18 տարեկան։ Մենք ունենք խնդիրներ բազմաթիվ ոլորտներում եւ դեմոգրաֆիկ խնդիրը առաջնահերթն է։ 18 տարվա, 19 տարվա կառավարման արդյունքում վարչապետը կանգնում ասում է տնտեսությունը ծայրահեղ ցաներ իրավիճակում է։ Հիմա այս թվերը, այս իրականությունը ցույց է տալիս, որ ձեր ասածը արդեն իրատեսական չի, արդեն մենք պրակտիկայով տեսել ենք, որ այն ռեսուրսները, որ մենք տիրապետում ենք, հա կոռուպցիան շատ բացասական դերակատարություն ունի, ծայրահեղ բացասական, հա վատ կառավարումը նույնպես, բայց Հայաստանի ռեսուրսները, որպեսզի եւ այս իրավիճակում շահունակել եւ առանց խաղաղության առաջ շարժվել, բավականին սահմանափակ են եւ մենք պետք է հաշվետու լինենք։ Հիմա երկրորդը, հիմա անդրադառնում եմ արդեն Ադրբեջանին, այդտեղ կարևոր կարծիք կա, որ ես ուզում եմ կիսվեմ ձեզ հետ։ Եկեք քարոզչությունը չշփոթենք իրական գործընթացի հետ։ Մենք բոլորս գիտենք, որ սեղանի վրա դրված է հիմա փաստաթուղթ։ Մի քանի անգամ է եղել եւ իշխանություններն էլ խոստովանել են, որ կողմերը
չգիտեմ, Շատ 5 րոպեվա Ղարաբաղյան բանակցությունների Չէ, շատ կարճ եմ անդրադառնալ։ ասում, 5 րոպեվա հերավորության վրա են եղել, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրեն։ Ես ձեզ հավատացնում եմ, այսօր էլ փաստաթուղթը դրված է սեղանին եւ այսօր էլ ոչ մեծ sense տարաձայնություններ կան, որ այդ համաձայնությունը, այդ փաստաթուղթը ստորագրվի։ Եկեք չտրվենք ադրբեջանական, չգիտեմ, քարոզչությանը եւ ասենք, որ sense-ը հայտարարում, դա ինչ պետք է անի, բայց իրականում իրան ոնց է, իրականում պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։ Իրականում մենք պատրաստ ենք մեր ներդրումը ունենալ։ Պարոն Կարապետյան, մի հարց, եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, դուք կողջունեք։ Որ դուք գիտեք որն է ստորագրվելու, պարոն։ Չեմ անում, դուք ասում եք ի վերջո Ամեն կնայենք այդ փաստաթուղթը ինչքան է համապատասխանում մեր իրական շահերին։ Մենք կնայենք թե որքան այդ իղձերը հաջորդը որ ունի պահպանվել են այդ փաստաթղթում, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի իշխանությունը պատրաստ է բանկա հստակ սահմանված է միջև Արցախի անկախությունը չճանաչի Ադրբեջանը, խոսքը սահմանների մասին չի, որպես ժողովուրդ, որ ինքնորոշվել է, այլ հարցի մասին քննարկում չի կարող ճանաչի։ Պարոն Եղիազարյան, միջև Ադրբեջանին անցնելը։ Դա արդեն եկեք մենք էլ հարստությունը բնականաբար ես մի հատ հարց տարել եք այո, շատ զոն է ով դաշնամուրի հետողությամբ հստակ աշխատում է, որպեսզի այլ երկրներ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը։ Կոնե դու դա հստակ գիտեմ, բայց արդյունքը մի հատ հարց արդյունքը այդ դե համար եկեք դուք էլ միացեք, որը բոլորով համախմբված է։ Իրատեսական։ Ես իրատեսական եմ, շատ իրատեսական եմ համար։ Եթե մենք ընդհանուր որպես ազգություն, որպես երկիր, մենք մեր հայկականքը միասնականացնենք, տեսեք ոնց է արդյունքի հասնեմ։ Երբ որ եկեք պարոն Միրզոյանին ասենք, որտեղ մենք 1 րոպե ժամանակ ունենք։ Ես ուզում եմ ասել, եթե մարդիկ կարծում են եւ հակի գործընկերներ եւ այլոք կարծում են, որ այսօր հայաստանյան ընտրողը քվեախուց գնալուց եւ քվեաթերթիկի վրա նշում անելուց մտածելու է եւ ելնելու է բազիսայինա լինելու այն, թե ինչ փաստաթուղթ է դրված բանակցություններին բազիսայինը խաղաղությունն է եւ բարի դրացություն, հաշտություն, խաղաղություն կլինի, թե չի լինի եւ կլինի ստորագրվեց անմիջապես։ Ես կարծում եմ, այսպիսի մարդիկ կարծողները մենակ դիլետանտը կարող է ասի, որ պայմանագիրը ստորագրելուց հետո չի լինի խաղաղություն ու հաշտություն, որովհետեւ պայմանագիրը նախատեսում է բոլոր հարցերի sense կարգավորում եւ երկարատև ես չասեցի ոչ ավել, անմիջապես ստորագրելուց հետո մենք կհասնենք որ ձեր ասած բարի դրացությունը, հաշտությունը, խաղաղությունը հայաստանյան ընտրողներին այս պահին ընդհանրապես չի հետաքրքրում։ Թող ընտրող։ Ես գիտեմ, ես դժվար է մեր ժամանակ սպառում է, պարոն Կարապետյան, գիտեք, երբ որ ասում եք 18 տարի 18 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ բան, ես մի բան մտաբերեցի, որ 18 տարի առաջ ձեր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ Հայաստանի երկրի ղեկավարն էր, իր ղեկավարման տարիներից հետո ասում էր լավ չենք ապրելու, քանի խաղաղություն չի լինելու։ Բայց այս թեման, բայց փաստորեն ես շատ ցավով եմ ասում, շատ ցավով եմ, ճիշտ է, 18 տարի Արցախը 18 տարի առաջ մի բան է, 18 տարի Արցախը ապրեց, 18 տարի Արցախը շարունակեց։ Ու ո՞նց է ապրում, քանի տոկոսն է մեր բյուջեն ֆինանսավորում։ Դրա մեղավորը Արցախը չի, դրա մեղավորը կոռումպացված ռեժիմն է, որը հիմնադրվել է այդ թվում եւ ձեր ասած Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Կոնե մի խոսեք էլ 95-96 թվի ընտրությունների կեղծմամբ չստարքեցիք այս ամեն ինչը։ Պարոնայք, մեր ժամանակը այս թեման դեռ ամեն ինչի։ Պարոնայք, դեռ Խոսում եք ընտրություններից դուք Պարոնայք, դեռ բարձրաձայնի տաղավարում մենք անդրադառնալու ենք ընտրությունների մասնակից կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերի գլխավոր թեմաներին։ Վստահաբար այս թեման եւս մի անգամ բարձրաձայնվելու է մեր տաղավարում։ Ցավոք մեր ժամանակը սպառված է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ մասնակցության համար եւ նաեւ հաջողություն եմ մաղթում թե այստեղ մասնակիցներից մրցակիցներ կան նույն ռեյտինգը հաճելի է լսել որ նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչը նույն տերմինաբանությունն է օգտագործում ոնց որ հարապետական կուսակցության ներկայացուցիչները քննադատելով մեզ 94, 95, 93 թվականի են ամենամեծ հաջողությունների ժամանակ նույն ոչ մի տարբերություն եւ մեղադրում մեր ժամանակը սպառված 2007-ը չի 17-ն է իսկ դուք դեռ 2007-ի հերետորաբանությամբ կհանդիպենք մեկ շաբաթ անց լավ մնացեք